Ինչու պետք է Նիկոլին ձայն տան։ Որովհետև պարգևավճար են ստանում, որովհետև բարձր պաշտոնի են, որովհետև Նիկոլի շնորհիվ տենդերներ են շահում, բիզնեսներ են անում ու նման պատճառներով։ Բայց դա այն թիվը չէ, որ կօգնի մնալ իշխանության։ Ժողովրդի մի մասը ձայն չի տա պատերազմի պատճառով։ Մի մասը ձայն չի տա, որովհետև Նիկոլի մնալով ակնկալում է էլի պատերազմ։ Մի մասը ձայն չի տա 5000 զոհ բերելու պատճառով։ Մի մասը ձայն չի տա բռնագաղթի պատճառով։ Մի մասը ձայն չի տա եկեղեցու վրա հարձակման պատճառով։ Մի մասը ձայն չի տա 10,000-ից ավելի վիրավորի պատճառով։ Մի մասը ձայն չի տա, որովհետև ոնց աղքատ կար, այնպես մնացել է։ Իր կյանքում ոչինչ չի փոխվել։ Մի մասը ձայն չի տա, որովհետև բիզնեսմեն է ու մի քանի տարի այլանդակ ճնշումների տակ է։ Մի մասը ձայն չի տա հարկային տերորի պատճառով։ Մի մասը տուգանքի մատերիալ դառնալու պատճառով։ Մի մասը անարդարության, մի մասը դատական քաշքշուկների, մի մասը աղքատությունը ձեր գլխում է արտահայտության, մի մասը հանցագործությունների աճի պատճառով, որովհետև ծնողները վախենում են իրենց երեխայի ապագայի համար։ Մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց Ալիևը փոխելու է Հայաստանի Հանրապետության սահմանադրությունը։ Մի մասը ձայն չի տա, որովհետև հենց ընտրվեց հանձնելու է տարածքներ անկլավների անվան տակ եւ այլ մեկը մյուսից կարևոր պատճառով ու անհանգստությամբ, երբ այդ ձայն չտվողների թիվը գումարում ես ու անցնում է 70%-ը։ Ընդ որում, երբ ասում ենք 70%-ը ոչ մի դեպքում ձայն չի տա Նիկոլին, չի նշանակում, թե 30%-ը ձայն է տալու։